Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի շրջայցը Երևանի մետրոպոլիտենում վերածվեց սկանդալի, երբ վարչապետը կոշտ վիճաբանության մեջ մտավ արցախցի կնոջ Արմինե Մոսիյանի հետ։ Միջադեպը սկսվեց այն պահին, երբ Մոսիյանը իր որդու հետ նստած հրաժարվեց ընդունել վարչապետի առաջարկած Հայաստանի քարտեզով կրծքանշանը, նշելով, որ ոչ ոք իրավունք չունի իրենցից խլել Արցախ վերադառնալու իրենց իրավունքը։ Ես գիտեք, ես ամեն ինչ արել եմ։ Մի րոպե սպասի։ Չէ, կշարունակեմ։ Ես կշարունակեմ։ Գնացքի իմ խոսելը գնացքի ընթացքը չի կանգնեցնում։ Չէ։ Շատ է։ Բայց քանի որ ես ձեզ լսեցի, դուք էլ ինձ պետք է լսեք։ Մենք ամեն ինչ արել ենք, որ դուք Արցախում, Ղարաբաղում ապրեք։ Եվ 2023 թվականին այդ դուք եք, որ մեղադրում եք ինձ, որ այս սահմանները փակել են, որ ժողովուրդը չգա Արցախ, Ղարաբաղից ժողովուրդը չգա Հայաստան։ Եվ ինձնից պահանջում եք, որ սահմանները բացեն, եւ ասում եք, որ հատուկ փակել է, որ Ղարաբաղից ժողովուրդը չգնա։ Հիմա եկել եք ստեղ ասում եք, վայ, բա մենք ուզում ենք վերադառնայինք։ Բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք։ Բա ինչի՞ չեք մնա։ Ես ձեզ հետ կխոսամ տենց։ Ես տենց կխոսամ ձեզ հետ տենց։ Ու այս քարտեզի մասին տենց կամահարանքով չխոսակ։ Որևէ մեկը կխոսեմ տենց ձեզ հետ բարձր։ Ուրեմն մյուս անգամ չփորձեք ասեք, որ փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Միջադեպն անմիջապես տարածվեց համացանցում առաջացնելով քննադատության ալիք ընդդիմադիր եւ հանրային գործիչների, իրավապաշտպանների եւ քաղաքացիների կողմից։ Քաղաքական դաշտի արձագանքները տարբեր էին՝ կոշտ գնահատականներից մինչեւ վարչապետի պահվածքի դատապարտում։ Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանն իր Facebook-յան էջում գրել է. Հայ մայրիկի այդ տղայի ներկայությամբ մատ թափ տալով խոսացողը պետք է չլինի մեզ վարչապետ, չլինի ու վերջ։ Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը կարծում է, որ այս միջադեպն ապացուցում է իշխանության, քույրեր եւ եղբայրներ հռետորաբանության կեղծ լինելը։ Այս միջադեպը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ այդ սրտիկներն ու պաչիկները հորինվել են հանուն պաշտոնի, որ դրանք կեղծիք են, որ դրանք արվել են օգուտ ստանալու համար։ Ճիշտ են ասում, որ բնավորությունն է որոշում ճակատագիրը, որ այս արտաքին խաբեությունները անմիջապես երևում են, երբ ցուցադրվում է բնավորությունը, իրական վերաբերմունքը։ Արցախի ՄԻՊ Գեգամ Ստեփանյանը նույնպես անդրադարձել է միջադեպին, այն որակելով ատելության խոսքի համակարգված դրսևորում։ Այսօրվա միջադեպը քույրեր եւ եղբայրներ հռետորաբարության լիակատար մերկացումն էր։ Մի կողմից ստեղծվում է հոգատարության շղարշ, իսկ մյուս կողմից համակարգված կերպով թիրախավորվում եւ պիտակավորվում են տեղահանված մարդիկ, նրանց կարծիքը, նրանց զգացումները, ցավն ու արժանապատվությունը։ Իհարկե, երբեք էլ գաղտնիք չի եղել, թե ովքեր են կանգնած այդ ատելության բուրգի գագաթին, իրենց իրական կամ ֆեյքային էջերով, վերահսկվող մեդիա հարթակներով, այդ ամենի նկատմամբ անգործություն ցուցաբերող իրավապահ համակարգով։ Իրավիճակին արձագանքել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, պաշտոնյաներին հիշեցնելով բռնի տեղահանված անձանց հետ շփվելիս պատշաճ զգայունություն ցուցաբերելու միջազգային պահանջների մասին։ Բռնի տեղահանված անձանց եւ փախստականների հետ հաղորդակցությունն, ինչպես նաև նրանց իրավունքներին առնչվող հարցերի քննարկումը պետք է իրականացվեն պատշաճ զգայունության երաշխավորմամբ, հաշվի առնելով նշված խմբի խոցելիությունը։ Այդ են պահանջում ոլորտում գործող միջազգային իրավական չափանիշները։ Ընտրական գործընթացներում հատկապես ակտիվանում է տարբեր թեմաների առնչությամբ քաղաքական հռետորաբանությունը, ինչը հանգեցնում է նաև խոցելի վիճակում գտնվող տարբեր խմբերի վերաբերյալ հաճախ ոչ զգայուն մոտեցումների տարածման։ Վերաշարադրվածը նկատի ունենալով մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում պաշտոնատար անձանց, քաղաքական եւ հասարակական բոլոր դերակատարներին իրենց հրապարակային խոսքի եւ հաղորդակցության շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ զգայունություն տեղահանված անձանց եւ փախստականների ու նրանց իրավունքներին առնչվող հարցերի նկատմամբ։ Քննադատությունների աճող ալիքի ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում հրապարակային ներողություն է խնդրել կնոջն ու նրա որդուն հրավիրելով կառավարություն, անձամբ ներողություն խնդրելու։ Հարգելի Տիկին Մոսիյան, ես ձեզնից եւ ձեր որդուց ներողություն եմ խնդրում այն էմոցիաների համար եւ հույս ունեմ, որ առիթ կունենանք նորից մետրոյում կամ որևէ տեղ հանդիպելու,
ու հանգիստ խոսելու։ Իմիջիալոց ես կուզենամ այդ խոսակցությունը տեղի ունենա։ Վարչապետի հրապարակած գրառումից հետո դեռ պարզ չէ, արդյոք տեղի կունենա առաջարկված հանդիպումը, սակայն միջադեպի շուրջ քննարկումները շարունակում են ակտիվ մնալ հանրային եւ քաղաքական հարթակներում։